Բարև ձեզ հարգելի գոլեգաներ, հարգելի բժիշկներ, ես կարճ հաղորդագրությամբ ուզում եմ զգուշացնել, որ դրամաշորթները, ինտերնետով փողեր քաշող անձնական տվյալներ գողացող դրամաշորթները նոր սխեմա են մշակել, որով ուրեմն նախ զանգում են բժշկական համալսարանից, այսպես ասեմ, զանգում են բժշկական համալսարանից, ներկայացնում են այն բժիշկներին, ովքեր բժշկական համալսարանում գործունեություն են ծավալել։ Ներկայացնում են, թե իբր ԱԱԾ-ում ստուգումներ են գնում եւ ազգային անվտանգությունից ձեզ կարող են զանգել եւ հարցեր տալ, հետո զանգում են մեկ ուրիշ համարից, իբրև ազգային անվտանգությունից եւ սկսում են խոսել բանկային փոխանցումների մասին, որոնք իբրև թե ձեր անունից տեղի են ունեցել։ Մի խոսքով ուշադիր եղեք, բժշկական համալսարանից այնպիսի հեղինակություններ են զանգում, որ դուք չեք գրում, նամակագրություն ա լինում, այնպիսի հեղինակություններ են գրում, որ դուք չեք կասկածում, որ կարա այդ մարդը ձեզ խաբի։ Ու նա ընդհանրապես ասում է, որ բժշկական համալսարանը ազգային անվտանգության ստուգումների տակ է, ու դուք որպես բժշկականի հետ երբևէ կապ ունեցող մարդ, հեսա ԱԱԾ-ի ցուցակներում կա, ինչ որ հատուկ ցուցակներում, եւ այդ ցուցակների հետ կապված ձեզ զանգելու են։ Զանգում են, ինձ հետ խոսել են բացառապես ռուսերեն, թեև իրանց ես ասացի, որ ինձ պետական լեզուն հայերենն է, իսկ եք դուք ռուսերեն խոսում են հիմնականում ռուսերեն, հայերեն լավ չեն հասկանում, որովհետև հայերեն խոսում են իհարկե, բայց ուզում են, որ դու էլ ռուսերեն պատասխանես, եւ հերվից գալով, շատ հերվից գալով, տարբեր հարցեր քննարկելով, գալի հասնում են այնտեղ, որ մի խոսքով հնարավոր արեց ստուգումների մեջ գան ձեզ քննեն, այս անեն, դեկլարացիա լրացրել եք, թե չեք լրացրել, ինչքան փող ունեք, տանը փող պահում եք, թե չեք պահում, բանկերում փող պահում եք, թե չեք պահում։ Մի խոսքով այսպիսի բան սխեմա, հանցավոր, եւ ինչն է այստեղ ես միջև վերջ չեմ կարողացել զրույցը շարունակել, որովհետև ճիշտն ասած ընթացքում հասկացա, որ խոսք է գնում մախինացիայի մասին, եւ մեր զրույցը ավարտել է ջերմ բարեմաղթանքներ փոխանցելով, ինչքանով որ ես կարող էի ջերմ գտնվել, միջև վերջ չի հասել, բայց ելի եմ կրկնում, ազգային անվտանգության անունից զանգեր կստանաք, որը նախապես ձեզ իբրև թե բժշկական համալսարանից հեղինակավոր անձանց կողմից նախազգուշացման արդյունքում է լինելու։ Այնպես որ զգույշ եղեք, գոլեգաներին տեղյակ պահեք, այսօրվա դրությամբ իմ հանդեպ նման քայլ արվել է։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։